Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից։ Այսօր մայիսի 1-ն է 2026 թվական։ Դե աշխատավորության տոնն է, իհարկե պաշտոնյաները եւ կուսակցության ղեկավարները բոլորը ձեզ պաշտոնապես կշնորհավորեն։ Ես ուղղակի ասեմ, որ տա Աստված, որ աշխատավորները իրանց արժանապատիվ զգան եւ աշխատանքն էլ լինի արժանապատիվ, հանգիստն էլ լինի արժանապատիվ եւ անցնենք մեր գործերին։ Ուրեմն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազորույցի ժամանակ ասել է. Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում ներառյալ Ուկրաինայի նախագահին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի է ունենալու 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում։ Ճիշտ է, չէի կարծում, որ իմաստ կունենա դրան անդրադառնալ, բայց այնպիսի մի աղմուկ բարձրացավ Զելենսկուն հրավերի հետ կապված, որ ասի չէ, այնուամենայնիվ անդրադառնալ պետք է։ Այսինքն մեղադրում են ինչպես կարելի է Զելենսկուն հրավիրել, իսկ ինչու պետք է չհրավիրել, որ։ Ինչ է, Ուկրաինան մաքուր եվրոպական պետություն չի, իր աշխարհագրորեն եւ ընդհանրապես իր կենսակերպով եւ իր աշխարհագրական աշխարհաքաղաքական ուղղվածությամբ։ Իմաստը որն է, որ մտածել Զելենսկուն չհրավիրել։ Մենք պատերազմի կողմ չենք, կոնֆլիկտի կողմ չենք, ոչ այս կողմից, ոչ այն կողմից։ Եթե մենք խոսում ենք, որ Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցն ենք, հետո ինչ։ Որ Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցն ենք, մենք պետք է ուրիշի հետ հարաբերություններ չունենանք։ Ինչը Ամերիկան կոնֆլիկտի մեջ է Իրանի հետ։ Մենք որպես ինչ պետք է մտածենք, Ամերիկայի հետ լավ լինենք, Իրանի հետ վատ լինենք։ Ընդհակառակը հաշվի առնելով, որ պատերազմը զգուշավոր ձևով լավ 10 քայլ արվում է Ռուսաստանի օգտին, հազիվ մի քայլ չի արվում Ուկրաինայի օգտին։ Իմաստը որն է, որպես ինչ ենք մենք սահմանափակում, այն դեպքում, երբ որ եվրոպական երկրները պինդ կանգնած են Ուկրաինայի թիկունքին, իսկ մենք ուզում ենք նորմալ հարաբերություններ ունենանք եվրոպական երկրների հետ։ Այսինքն վերաբերմունք Ուկրաինայի, վերաբերմունք է նաև Եվրոպական միության երկրների հանդեպ, ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ պետությունների հանդեպ։ Այլ հարց է, հիմա Զելենսկին կգա թե չի գա, զուտ հրավեր կա, արդեն կարող ենք համարել գործողություն։ Կգա շատ լավ, չի գա, ինչ որ դրդապատճառներով։ Վերջ, Հայաստանը իր քայլը կատարել է։ Իհարկե Զելենսկին վերջերս եղել է Ադրբեջանում, այնպես որ ասել, որ անվտանգության հետ կապված խնդիրներ ունենք, դրա հետ էլ այդքան էլ համաձայն չեմ, մի պարզ պատճառով, որ Ադրբեջանի վերև Ռուսաստանն է, որի հետ պատերազմի մեջ է Ուկրաինան, ներքև էլ Իրանն է, որի հետ պատերազմի մեջ է Միացյալ Նահանգները։ Ցանկացած անվտանգային հարց ավելի շատ կարող է անհանգստացնել Ադրբեջանի տարածքում, քան Հայաստանի։ Առավել ևս, որ այդպիսի ներկայացչական կազմով գալու են Հայաստան, այնպես որ հաստատ նախապես կպլանավորեն, որ որևէ վտանգ չլինի։ Այսինքն տվյալ պարագայում զուտ հրավերը բավարար է ու ասել, որ դա իսկապես Ուկրաինայի հետ կապված մեր վերաբերմունքը այնքան ժլատ է, որ գոնե եթե այդ հարցներ չարվեր, արդեն չէր կարելի հասկանալ։ Այնպես որ դա միանգամայն ճիշտ քայլ է, մտածեք ուրիշ բաներ գտեք քննադատելու, բայց այդ քայլը բխում է Հայաստան պետության շահերից։ Մի բան ուղղակի ընտրությունների հետ կապված ասեմ ու անցնենք մնացած ահագին հարցեր ունենք։ Սոցիոլոգիական հարցումներ են տարածում, նույն կազմակերպությունը մի քանի անգամ հարցում է տարածում, թե այս կամ այն քաղաքական ուժը այսքան տոկոս է հավաքում կան այնքան։ Դնենք մի կողմ, արժանահավատ ենք համարում սոցիոլոգիական հարցումները, թե չէ, ինչ որակի արվում կամ արդյոք դրա մեջ կա որևէ տենդենց, ինչ որ մեկին բարձր թվեր ցույց տալ, թե չէ, դրա համար շատ չխորանանք դրա մեջ։ Համարենք զուտ նույն կազմակերպության կատարածը համեմատենք մեկ ուրիշի հետ։ Իհարկե այլ սոցիոլոգիական հարցումներ շատ ավելի բարձր թվեր են ցույց տալիս Հայաստանի շնորհապետական կուսակցության հետ կապված, բայց լավ, այս մեկը ցույց է տալիս ցածր թիվ։ Այսինքն նախորդ անգամ ասել էր 1%, այս անգամ 2.9%։ Իսկ հիմա սա եմ ուզում ես ձեզ ասեմ, երբ որ 1% էր թիվը, ես այդ ժամանակ եմ միացել այդ կուսակցությանը եւ մտածել եմ ամեն մեկս մեր տեղում, մեր համեստ ուժերի ներածի չափով կանգնենք, սատարենք մի ուժի, որը այլընտրանք է ներկայացնում, այլընտրանք եւ այս իշխանությանը, այլընտրանք եւ ռուսամետ ընդդիմությանը։ Չենք մտածել, էս ինչ լավ է, շատ ցայներ ունեն, գնանք միանանք, որպեսզի օգտվենք բարիքներից,
որ ուզենայինք բարիքներից օգտվել, վարչական ռեսուրսի տեղն է գիտենք, ֆինանսական ռեսուրսի տեղն էլ գիտենք, բայց ստեղ խնդիրը միանգամայն այլ է։ Ես դրա համար ասում եմ, ամեն մեկը մտածում եք, որ մասնակից լինեք դրան, այլ ոչ թե ասեք, դե իրանք են լնելու։ Եթե ընտրողը դուք եք, ոնց են առանց ձեզ իրանք լնելու։ Բա դուք ուր եք։ Բա դուք ով եք։ Առանց ձեզ արդեն որոշել են թե ով է։ Եվ եթե նույնիսկ հաջորդ սոցիոլոգիական հարցման պարագայում առնվազն մոտարապես 3 անգամ թիվը մեծանում է, դա խոսում է այն մասին, որ մենք ճանապարհ ունենք իրար հետ անցնելու, եւ այդ լայես քարոզարշավը դեռ չի էր սկսել, լակուսակցությունները չեն էլ գրանցել։ Այս պարագայում բավական ագրեսիվ քարոզչություն է տանում իշխանությունը եւ ռուսամետ ընդդիմությունը, իսկ մենք ինչ ենք անում մեր համեստ ուժերով, այն ինչ որ կարողանում ենք։ Այսինքն նա ով գտնում է, որ ինքը խաղացող է այս process-ի մեջ, ինքը պետքա մասնակից լինի այս process-ին։ Պետք է ասի, այո, ես գրամ իմ ձայնով մասնակցեմ, այլ ոչ թե ինչ որ մեկը իմ փոխարեն արդեն որոշել է։ Առավել եւս չհիասթափվեք ու մտածեք, որ դե լավ, եթե արդեն պարզ է ով է հաղթելու, ելի իմաստը որն է մասնակցենք։ Ով է ասել, որ առանց ձեզ արդեն որոշված է ով է հաղթելու։ Եթե գիտեք ով է հաղթելու, մի հատ կարող եք ասել ով է հաղթելու։ Մի մասը 100%-ով գիտի, որ Փաշինյանն է, մի մասը 100%-ով գիտի, որ ռուսամետ ուժերն են։ Եթե այդ երկուսի դել 100%-ը, ուրեմն ոչ նա ճիշտը գիտի, ոչ էլ նա։ Իսկ այդ դեպքում նշանակում է անելիք կա եւ ասելիք կա։ Դրա համար նաև մեր գործերի հետ կապված, եթե ցանկություն կունենաք աջակցելու մեր ծրագրերին, եթե հավանում եք սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյա YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք, նյութերը ձեր մոդիկներին առաջարկեք, մենք այսօր որ մարզային այցելություններին մի քանի բնակավայրեր մտանք եւ մարդիկ շատ-շատերը նաեւ տեղյակ էին, նաեւ գիտեն կուսակցության մասին, մի մասը որը տեղյակ չէր, հաճույքով ծանոթանում էր, համենայն դեպս որևէ դες լարվածություն, որևէ տհաճ մթնոլորտ, որևէ հակասություն մարդկանց մոտ ուղակի չկար։ Կամ լավ չէին ճանաչում, կամ լավ էին ճանաչում, ամեն դեպքում վերաբերմունքը միանգամայն դրական ու նորմալ։ Եվ նշանակում է, որ մենք լուրջ անելիք ունենք, որ այս առաջիկա ամիսը շատ արդյունավետ օգտագործենք, դրան նաև օգտած կլինեք նաև, եթե ցանկություն կունենաք ձեր ֆինանսական մասնակցություն ունենաք ալիքին, նյութի նկարագրական մասում կա այդ բոլոր տվյալները, արագ փոխանցման, բանկային, քարտային, իդրամ, PayPal, Patreon, մի խոսքով կարող եք մտնել դրանք նայել, բայց շատ ավելի կարևոր եմ ես համարում, որ դուք կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահի եւ առաջարկեք ձեր աջակցությունը, շատերը իսկապես այդպես էլ անում են, շատ ողջավորված, շատ ակտիվ ձևով գալիս են, մասնակցում են, օգնում են իրազեկման հարցերում են օգնում, ֆինանսական հարցերում են օգնում, շատ լուրջ անելիք ունենք, որը շատ կարևոր է մեր առաջիկա ծրագրերի համար։ Դրա համար ես ձեզ ներկայացրեցի, որ արդյունքը մենք պետք է մտածենք, իսկ մենք եթե խաղացող ենք, մենք պետք է այդ խաղաքարտերը խառնենք նրանց, ովքեր sense ներկայացնում են, վերջ, արդեն parza ովքեր են անցել, ումով է parz առանց ցես։ Այնպես որ ես կարծում եմ, որ դուք այս ընտրության հետ կապված, քանի որ դա վճռորոշ ընտրությունն է, որովհետև մենք պատկերացնում ենք, թե այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ինչպիսի ցնցումների մեջ կարող է լինի ընկնի թե աշխարհը, թե տարածաշրջանը, մասնավոր նաև մեր պետությունը, թե ինչպիսի կրքեր են բորբոքվում ամեն օր եք տեսնում, այնպես որ շատ լուրջ անելիք կա, որպեսզի հասարակական մասնակցությամբ որևէ մեկը չփորձի իր սցենարը պարտադրել մեզ, ձեզ։ Իսկ մենք հստակ ասել ենք, մենք բավական ծանրակշիռ ձայն ստանալու դեպքում մեր ծրագրերը կյանքի կկոչենք, ծանրակշիռ ձայն կստանանք մեծամասնություն չենք ունենա, ելի մեր ծրագրերը առաջ կտանենք, ձեր ծրագրերը, ձեր երեխաների ապագայի ծրագրերը եւ չենք միանա ոչ այս ուժերին, ոչ այն ուժերին, որովհետեւ մենք ի սկզբանե քաղաքականության մեջ մտել ենք, ի սկզբանե պայքարի մեջ մտել ենք, հստակ ձեզ խոստանալով, որ որևէ կողմին չենք միանալու, ձեր ձայներին տեր ենք կանգնելու։ Հիմա նայենք մեր շուրջ եւ աշխարհում ինչ է կատարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Իրանը մահուչապ ուզում է գործարք կնքել։ Դա միակ բանն է, որ կարող եմ ասել ձեզ, բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Իհարկե շատերն ասում են, ախր չեք պատկերացնում Իրանի վիճակը ինչքան վատ է, դուք տեսեք ինչ հակատում։ Հարգելիներս, ես Իրանի վիճակը շատ լավ եմ պատկերացնում, սկսած 79 թվականի հեղափոխությունից հետո, որ մինչև հիմա սանկցիաների տակից դուրս չեն եկել։ Իրանի վիճակը շատ լավ պատկերացնում եք այն պարագայում, երբ որ
վատ էր վիճակը, որ մարդիկ փողոց դուրս եկան, դա քաղաքականացրեցին, դրսից միջամտեցին, պատերազմ հրահարեցին, բայց արդյունքում վիճակը արդեն վատ է։ Հիմա պարզավոր ավելի վատական մինչև պատերազմը, ով է ասում, որ դա այդպես չի, բայց մենք ասում ենք, իսկ Ամերիկան այդ հարցը լուծեց, Ամերիկան կարծում էր, որ Իրանի հարցը լուծելու է Վենեսուելայի տարբերակով։ Վենեսուելայում գնացին, բանտարկեցին, բերեցին, առևանգեցին, բերեցին, գցեցին բանտ, իսկ Իրանի տարբերակով պարզապես մտածեցին ուղղակի ոչնչացնեն հոգևոր առաջնորդին եւ իշխանական բուլգը կփլվի, ժողովուրդն է դուրս կգան փողոց եւ իշխանափոխություն կլինի։ Այդ իրենց հաշվարկն էր, իրանք իրենց հաշվարկում չեն տեղավորվել։ Ես վերլուծում եմ փաստը, ժողովուրդ ջան, ոչ թե մեկի համակրանքը կամ հակակրանքը, մեկը կարող է Ամերիկայի կողմից լինի, մեկը Իրանի կողմից լինի, բայց ես պետք է օբյեկտիվության կողմից լինեմ, ինչքան ուզում եմ ես իմ համակրանքը լինի որևէ մեկի կողմ, բայց փաստը պետք է նայենք, չէ՞ որ այդ պատերազմի արդյունքում նոր աշխարհակարգ լինելու արդյունքում տարածաշրջանի վերադասավորների արդյունքում դա ուղղակիորեն առնչվելու է նաև Հայաստանի։ Իդեպ մի բան ուղղակի արագ կարդամ, որովհետև էլի վերաբերում ընտրություններին հա չի ստացվում անդրադառնանք, որտեղ սա եղել է հենց նախորդ ընտրության 21 թվականի ընտրությունից առաջ այս նույն ժամանակ։ Հիմա դուք տեսեք, շատ բանա փոխվե կամ նույն խնդրի առաջ մենք հիմա կանգնած չենք։ Ուրեմն դե այն ժամանակ հունիսի 29-ն էր ընտրությանը, հիմա հունիսի 7-ին բան չի փոխվել։ Այս ամսվա մեջ էլի նախընտրական փուլն էր։ Վարչապետի հարգարժան ընտրազանգված, պատրաստ եղեք, որ Փաշինյանի հետ հաղթելուց հետո էլ Փաշինյանին հաղթեք հետընտրական պայքարի միջոցով։ Ասում են վարչապետն ունի շուրջ 30% կայուն ընտրազանգված։ Չեմ վիճարկում, անգամ այս պահին նրանց դիմերն անարդյունավետ եմ համարում։ Հարցնես ինչու եք Փաշինյանի կողքին, պատասխանելու են մահու կենաց կռիվ է, ուզում եք նախկինները վերադառնան, մի մասը Փաշինյանի կողքին է հեղափոխության ժամանակներից ու հավատարիմ է մնացել ընտրությանը։ Փաշինյանն իշխանություններին կրակոտ քննադատող ընդդիմադիր էր, ոգևորեց ու համախմբեց ժողովրդին եւ մերժեց Սերժին։ Ոմանք վերցնում են ընդդիմադիր Փաշինյանի ճառերը, համեմատում վարչապետ ժամանակվա խոսքերի հետ, ֆիքսում անհամապատասխանություններն ու նրան ստախոս անվանում։ Բայց մինչ Փաշինյանին հազարավոր ստերը թվարկելը, ասենք մի պարզ ճշմարտություն, մարդը պետական կառավարման փորձ չի ունեցել ու այնքան անպատասխանատու է, որ հեշտ ու հանգիստ խոսել է չհասկացած ու չիմացած բաներից։ Ինչ սուտ։ Իսկ երբ ծանոթացել է երկրում տիրող վիճակին, արդեն այլ բաներ է ասում։ Հոանտեղյակ ժամանակների ասածները չէր կրկնելու։ Գոնե հիմա հասկանում է, որ գործից ոչինչ չի հասկանում։ Ընդդիմադիր ժամանակ դա էլ չէր հասկանում։ Այդ մենք ենք մեղավոր, որ 21-րդ դարում, տեխնիկայի եւ ինֆորմատիկայի դարում մեր ավետյաց երկրի ղեկավար է դարձել պատահական ու անտեղյակ մարդը, որ իր դեստրուկտիվ որակներով երկիրը զարգացնել պարզապես ունակ չէ։ Այ վարչապետ ժամանակվա խոսքի ու գործի անհամապատասխանություններն արդեն ստեր են, գիտակցված ստեր։ Չասենք Փաշինյանի հարգարժան ընտրազանգված, ախր դուք նախորդ անգամ լրիվ ուրիշ մարդու եք ընտրել։ Այսօր բոլոր բնակավարներում ձախողված, պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանի ու ձեր հեղափոխական Նիկոլ Փաշինյանի միջև միայն անուն ազգանունն է նույնը, անձնագրային տվյալներին եք հավատարիմ։ Միայն հեքիաթներում է, որ հանգամանքների բերումով հրեշի հետ ես կյանքդ կապել, սիրել նրան, հետո Աստված որպես պարգև հրեշին դարձել է արքայազն, նրան էլ ես սիրում եւ իրար հետ ապրում եք երկար ու երջանիկ, բայց եթե սիրում էիր հրեշին, անկախ նրանից թե ինչի համար, կամ գուցե չգիտես ինչի համար, ինչպես պետք է լինի իսկական սերը, եթե այդ հրեշը մի վայրկյանում դարձավ հրեշտակ ու նրան էլ ես սիրում, ապա ընտրական տարիք ունեցողը երեխա չէ, որ երջանկացած ծափահարի, կասի չէ, գործդ կպավ այ փչացած, ինչպես կարող ես մի վայրկյանում երկու միանգամայն տարբեր մարդկանց սիրել, կամ երբ եկեղեցում ասում ես հիվանդություն լինի, աղքատություն լինի, տեր ես կամ հնազանդ, ու երբ հրեշտակդ ժամանակի ընթացքում հրեշ է դառնում, ապա երդմանդ հավատարիմ հաշտվում ես ճակատագրիդ հետ, հարգելի 30%-անոց ընտրազանգված, Փաշինյանի հետ չեք ամուսնացել, չէ՞, որպեսի հավատարմության երդում տայիք։ Իշխանության տերը ժողովուրդն է, դուք եք գործատում, իսկ Փաշինյանը ձեր վարձու վարչապետը, բայց եթե անգամ վարչապետին եք ձեր գործատու ընկալում որպես երկրի ղեկավար, ու եթե գործատուն ձեր տան մի մասը հանձներ ուրիշին,
դարձյալ նրան հավատարիմ կմնայիք։ Մեր հայրենիքն էլ է մեր մեծ տունն է, ու դրա մի մասը Փաշինյանի օրոք չկա։ Էլ չեմ խոսում, որ նման իրավիճակում նման կարգի հավատարմությունն ավելի շուտ կենդանական աշխարհին է բնորոշ, քան մարդկային հարաբերություններին։ Չմոռանանք, որ Փաշինյանի կուսակցության անունն է քաղաքացիական պայմանագիր, այսինքն ձեր միջև պայմանագրային հարաբերություններ են, ոչ ավելին։ Առավել ևս հարաբերություններ չեն ճորտատիրոջ ու ճորտի, փրկիչի ու կործանվածի միջև։ Լավ, կարևոր չեք համարում, որ հայրենիք ենք կորցրել, չեմ կարող հասկանալ ձեզ, բայց կարող եմ հաշվի նստել փաստի հետ։ Այդ դեպքում գոնե պետք է ձեր կյանքը բարելավված լինի այնքան, որ դրա համար գոհ լինեք վարչապետից։ Ես շարքային տնտեսագետս ուզում եք հավատամ, որ այս խառը ժամանակներում 3 տարվա ընթացքում Փաշինյանն այնքան ընտանիքների կյանք է բարելավել, որ դրանից 30% նրա կողքին պինդ կանգնած ընտրազանգված է առաջացել։ Հապա ինչու չենք վարչապետին ներկայացնում տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի, կամ մի չսիրած արձան տապալում Երևանում ու Փաշինյանին պատվանդանին կանգնեցնում։ Թող զորուգիշեր ճղճղա իր հաջողությունների մասին, իրավունք ունի։ Ընտրության գիշերը Փաշինյանի ընտրազանգվածն իրեն հաղթող է զգալու։ Նախկինները պարտվեցին, բայց հենց հաջորդ օրը հասկանալու է, որ այդ հաղթանակը ոչ իրենց ինչ-որ բան տվեց, ոչ էլ երկրին, որ ամենամեծ պարտությունը հենց իրենք կրեցին ու դրանից ունենալու են դատարկության զգացում։ Այս մասին պետք է խոսել հիմիկվանից, որ հետո չհիասթափվեն կյանքից ու հայրենիքից եւ մի կողմ քաշվեն կամ գաղթի ճամփան բռնեն։ Թող հիշեն, որ կային մարդիկ, որ ոչ միայն իրենց այդ մասին զգուշացնում էին, այլև անելանելի վիճակից դուրս գալու ուղիներ ցույց տալիս։ Այո, մեր փորձառու գործիչներն իրենց խոսքն այս ընտրազանգվածին պետք է ասեն հիմա, թող նրանց ասածը լսելի լինի ընտրություններից հետո։ Ոչինչ, Փաշինյանը պետք է հեռանա։ Այո, տարան այնպես ընտրության, որ արդեն մայիս ամսին էլ, ապրիլ ամսին էլ պարզ էր, որ Փաշինյանը հաղթելու է, բայց այտենց էլ չհասկացան, խորհուրդ էինք տալիս վարվեն այնպես, որ այդ հարցը կարողանան լուծել։ Լուծեցին իրանք այդ հարցը, չլուծեցին։ Հաղթանակը տոնեցին իրանք այդ հարցում։ Մեր երկիրը հաղթանակ տալավ այդ ընտրությունների հաղթանակի պատճառով։ Հիմա նույն սխալն ենք ուզում անենք, չենք ուզում վերանայենք։ Թե ուզում ենք նորից էլի գնա պայքարը ռուսամետ ուժերի եւ Փաշինյանի միջև, ասեն գնանք Փաշինյանին ընտրենք, որ նրանք չգա։ Մեզ ընտրեք, նրան էլ ճանապարհ ենք տուն, նրան էլ ճանապարհ ենք տուն։ Եվ շարունակենք հիմա։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթ։ Իրանը ոչ Իրաք է, ոչ էլ Աֆղանստան։ Դեմոկրատները ցանկանում են հայտարարել պարտության մասին ռազմական գործողությունները սկսելուց 2 ամիս անց, բայց քանի տարի պահանջվեց Իրաքի համար, իսկ Աֆղանստանը եւ դրանք անորոշ առաքելություններ էին, որոնք մարդիկ ընդունեցին։ Իրանը բոլորովին այլ հարց է, դա հստակ սահմանված առաքելություն է, որի ընթացքում մենք մեծ հաջողությունների ենք հասել միջուկային զենք արտադրող թշնամու դեմ։ Նախ Իրանը Իրաք չի, Իրանը Վիետնամ էլ չի, Աֆղանստան էլ չի, հասկացանք։ Բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե թվարկում է ու համարում է, որ այսօր Իրանի վրա հարձակումը էականորեն տարբերվում է նախորդներից, ուղղակի հիշացնենք, որ Վիետնամի պատերազմը եղավ 1955 թվականին, տևեց 20 տարի, 75 թվականին դուրս եկան եւ խայտարակ ցևի դուրս եկան ամերիկացիները, բայց Վիետնամի նկատմամբ իրանք շատ դաժան կռիվ վարեցին, անգամ կենսաբանական զենք օգտագործելու շատ չեմ ուզում դրա մեջ խորանամ, այսինքն դրանք ապացուցված բաներ են եւ ես եթե 22 տարի խոսում եմ Հայաստանի համար ապագան պետքա լինի Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական տնտեսական երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն, ապա դա չի նշանակում, որ կուրորեն ու հորթի հրճվանքով Ամերիկան ինչանի պետք է ասենք ճիշտ է։ Ում է պետք այդ ժողովրդավարությունը, եթե այդ ժողովրդավարության համար մենք ստիպված պետք է լինենք մեկին ժեստ անել, մեկի առաջ կռանալ, որպեսզի հանկարծ չասենք մի բան, ասեն, բա ինչու եք քննադատում, բա մենք ուզում ենք միանանք ժողովրդավարական համակարգին։ Դուք Հայաստանում մի ռուսամետ ուժ կտեսնեք, որ Պուտինին ասել Ուկրաինայի պատերազմը սխալ էր, չէ, ինչ նեղություն։ Իրանց հորն ու մորը սխալ կհանեն, որ իրանց պետք պես անշնորհք զավակ են ծնել։ Մի նորմալ ձևի չէին կարող այդ գործը կազմակերպեին, բայց Պուտինի սխալ չեն անի։ Ես ասել եմ, կարոտ եմ մնացել, որ Հայաստանում մի ռուսամետ ուժ մի օր կանգնի ասի, այդ պատերազմը սխալ էր։ Չի ասում ոնց կլինի, մենք Պուտինի կողմից ենք, վաղը Պուտինը չկա, դու ում կողմից ես։
Եթե դու այսօր Պուտինի կողմից ես, որ վաղը կյանքը ապացուցելու է, որ նա սխալ էր, մենք գիտենք այսօր, որ սխալ էր, երեկ էլ գիտենք, որ սխալ էր, բայց դուք ինչ երեսով եք ասելու, մենք հայ-ռուսական հարաբերությունների կողմն ենք, ոչ, դուք Պուտինի հետ հարաբերությունների կողմն եք, որ ընդհանրապես թքած ունի ձեր վրա է, առհասարակ, որտեղ ասում եք, որ դուք կոտորում եք իր համար, էլ ինչի պիտի ինքն էլ կոտորի ձեզ համար, այնա հերթ եք կանգնել գնաք ոտերն ընկնելու էլի։ Եվ դրա համար այդ Վիետնամն ասցինք, Աֆղանստանի պատերազմը 2001-2021 թվական, նորից էլի խայտառակ ձևով Ամերիկան դուրս եկավ, լավ հիշում եք, այն տպավորիչ կադրերը, որ ինքնաթիռից կախվել էին, որ մի կերպ դուրս գան, որտեղ դրանք ովքեր ծառայել էին Ամերիկային, ասես հանկարծակի թողեց դուրս եկավ, անգամ իր դաշնակից պետություններին հանկարծակի թողեց ու դուրս եկավ։ Էլ չեմ խոսում Իրաքը, որ առաջի փոթորիկ անապատում պատերազմը, որ եղավ, գնացին Քուվեյթը ազատագրելու համար կոլեկտիվ հավաքվեցին, կոալիցիոն ուժեր կազմեցին ՄԱԿ-ի հովանու ներքո, բայց 2003 թվականի պատերազմը, չգիտես ինչու ման էին գալի միջուկային զենք, զանգվածային ոչնչացման զենք, քիմիական զենք, ամեն ինչ էլ ման էին գալի, մանեկան ոչ մի բան չգտան, բայց գնացին տապալեցին Սադամ Հուսեյնին, որից հետո մինչև այսօր 2003 թվականից այսօր այդ երկրի խելքը գլուխը չի գալիս։ Այնպես որ Իրանի հետ կապված էր կշռադատված քայլ չէր, անկախ արդյունքներից կշռադատված չէր։ Իրանը կարողանա Ամերիկային ասի գնաց տեղից, մենք ոնց ենք Ամերիկայի հետ թրիփ կամ որևէ այլ ծրագիր անում։ Իրանը ներողություն, բանի տապալվի այդ նույն Իրանը չի, որի հետ Հայաստանը ռազմավարական գործընկերության պայմանագիր է ուզում կնքի եւ տեսեք ինչ ծրագրեր են Իրանի հետ պատրաստել։ Երկու տարբերակն էլ մեզ համար չի, որովհետեւ մենք այդ խնդիրը ճիշտ ձևով բալանսը չենք կարողացել պահել, ներողություն։ Շարունակենք։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Լիբանանի դեմ ռազմական գործողությունների դադարեցումը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է։ Արաղչին վստահեցրել է, որ այս հարցը Իսլամական Հանրապետության համար կմնա առաջնահերթություն ապագա դիվանագիտական գործընթացներում։ Ինչու համար է սա ասվում։ Սա ասում է, որպեսզի դուք տեսեք, այսինքն Իրանին դուք մտածում եք հարվածներ ենք խփել, ենք արել շատ ծանր վիճակյան, նավատորմին ենք վնաս հասցրել, բալիստիկ հրթիռներին, դրոններին եւ այլ, այդքան պաշտոնյա գեներալիտետին քանի մարդ ենք վերացրել, բայց Իրանը նաեւ ցույց է տալիս, որ տեսեք, հա, ես բանակցության ձեզ հետ նստում եմ, բայց պաշտպանում եմ Լիբանանի շահերը։ Այսինքն ինքը այնքան իր դիրքերը ամուր է համարում, որ ասpa Լիբանանի հետ հաշվի չնստեք, դուք խնդիր կունենաք։ Այն դեպքում երբ որ մենք մի քիչ հիշողությունից վատ չենք, Լիբանանը որպես պետություն չկայացավ նաև Իրանի պատճառով, որովհետև այնտեղ Հեզբոլլահներ, սեկտոր Գազայում Համասներ, Եմենում հութիներն էին։ Տեսանք ինչ խնդիրներ կար Սիրիայում։ Եվ այդ ամեն ինչը գալիս էր ինչից, որովհետև միտեղ զինված խմբավորում, պետության ներսում ու այդ պետությունը չի կայանում, այդ բոլոր զինված խմբավորումները Իրանի հովանու ներքո էին։ Այնպես որ մենք դա էլ գիտենք։ Այդպես որ ջանը ցավում է Լիբանանի համար, շատ ուրախ կլինեինք, որ Լիբանանի համար ջանը ցավ էր։ Մի հատ կուր համայնք ունեինք Լիբանանում, այսօր մենք նույնիսկ չգիտենք ինչ վիճակա, մեր հայրենակիցները որտեղ են կամ հետ կգնան, թե հետ չեն գնա, այդ պետությունը կկայանա, թե չի կայանա։ Այնպես որ, բայց ես ուղղակի դա չի հարցը, դրան չի վեր։ Ուզում եմ ասեմ, որ իրանք ցույց են տալիս այնքան մեզ վստահ ենք զգում, որ անգամ Լիբանանի շահերի պատճառով կարող է բանակցությունից հրաժարվենք։ Այդպես չի, որ իրանց դիրքերն այդքան ամուր է, բայց ամենայնտեպս շարունակում են դրանով հոգեբանական ճնշման ենթարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որտեղ Տրամպը անընդհատ ուզում է գնա խաղաղության, ինչ որ ձևով մի բան պայմանավորվի, ոչ մի պարագայում Իրանը դրան չի գնում։ Թեպետ լուրջ խնդիրներ ունեն, ամեն օր լուրջ խնդիրներ ունենում։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես Իսրայելը կրկին խախտում է միջազգային իրավունքը հարձակվելով քաղաքացիական նավատորմի վրա այն ջրերում, որոնք իրեն չեն պատկանում։ Եվրամիությունը պետք է անմիջապես պահանջի, որ Նեթանյահուն հարգի միջազգային ծովային իրավունքը։ Իդեպ ասեմ ձեզ, որ վերջի շրջանում Նեթանյահուի քայլերը այնպիսին են, այնպիսի ագրեսիվ են, որ աշխարհում երևի հազիվ թե գտնեք որևէ երկիր, որը պաշտպանի Իսրայելին կամ ասի, որ Իսրայելը ունի ինքնապաշտպանության իրավունք։ Երբ որ Համասը հարձակվեց,
Իսրայելի վրա, այո, գտնում էին, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք։ Այդ ժամանակ ես էլ եմ ասել, այո, ունի ինքնապաշտպանության իրավունք։ Իսկ զարմացել եմ, թե իսլամիստ ահաբեկիչների նկատմամբ մեր հայ հասարակության համակրանքը որտեղից։ Բայց այսօր խոսքը իսլամիստ ահաբեկիչներին չի վերաբերում, խաղաղ բնակչության հետ կապված բավական լուրջ ոտնձգություններ է անում Իսրայելը։ Եվ այս պարագայում նաև Իսրայելի ագրեսիվ մասնակցությունը նաև իրանական պատերազմին ինչ որ միտեղ դժվարացնում է խնդիրը, որտեղ եթե Ամերիկայի նկատմամբ Իրանում վերաբերմունքը նենց 50-50 է, էլի միանշանակ չի, ժամանակին ասում են աշխարհիկ պետություն էինք, Ամերիկայի հետ լավ հարաբերություն ունեինք, այս ինչ կրոնապետություն է, բայց իմաստն էլ հիշում էր, որ շահի ժամանակ վիճակը վատ էր, այդպես չէր հեղափոխություն չեն անի, բայց այդ Ամերիկայի նկատմամբ վերաբերմունքը, Իսրայելի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ բացասական է, ու Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը Իրանի նկատմամբ ոչ մի կերպ չի նպաստում, որ այդ երկրում անգամ ժողովուրդը ոտի կանգնի ընդդեմ իր իշխանության, որից օբյեկտիվորեն շատ դժգոհ է, որտեղ նշանակում է իրանք աջակցում են Իսրայելին։ Այսինքն սա խնդիր է, որ պետք է չմտածել միայն Պեդրո Սանչեսն է ասում։ Իսրայելը համենայն դեպս պետք է իր վերաբերմունքը վերանայի, մեծ դժվարությամբ փորձում են որոշ երկրների համակրանք դեպի իրանց կողմ անեն, բայց մի հարվածով կարող է Բենյամին Նեթանյահուն այդ բոլորը ջուրը լցնի։ Մինչև տեսնենք այս ընտրությունների հետ կապված իրան ճանապարհեն, գոնե կարողանա Իսրայելը ինչ որ ձևով վերականգնի այդ հարաբերությունները։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցո նավթի գինը կախված է նրանից, թե Թրամփը ինչպես է քնել։ Եթե նա լավ է քնել, ապա գները նվազում են, եթե վատ է քնել, գներն աճում են։ Ֆիցոն հայտարարել է, որ իրենք այժմ գտնվում են ծանր վիճակում նավթի գների հետ կապված։ Իհարկե, ես հասկանում եմ, որ Ռոբերտ Ֆիցոն, որը աշխատում էր Վիկտոր Օրբանի նմանակը, էլի Վիկտոր Օրբան լայց, այսպես ասած, որ նա միաժամանակ երկու տիրոջ ծառա էր, անպատասխան սիրով սիրում էր ինքը եւ Պուտինին եւ Տրամփին, շատ էր սիրում, տենչում էր ինքը, առավոտից իրիկու ինչ անենք, որ խանգարենք Ուկրաինային, ինչ անենք համաեվրոպական ծրագրերին դեմ գնանք, ինչ անենք հավատարմության երթում տանք Դոնալդ Տրամփին եւ մեկ էլ բանա պատահել, հա, Օրբանը պարտվեց, ոնց էինք մոռացել, Օրբանը պարտվեց ու իրանք հասկացան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն էլ ասեց, դա ինձ չի հետաքրքրում, այսինքն ինքը չէլի ով ուզմալ է, ով չգիտեր, որ քեզ չի հետաքրքրում, մենք գիտենք, որ ընդհանրապես հետաքրքրում է, որտեղ ինքը դեմ էր գնում Եվրոպային, բայց Եվրոպային դեմ գնալը ժողովուրդը դա չարդարացրեց, ասեց գիտես ինչ հաջողություն դու կգնաս ձեր տուն եւ որակապես բան փոխվեց, եթե Ֆիցոնը դարձի եկե ժողովուրդ ջան, ուրեմն դեռ ամեն ինչ կորած չի։ Էն էլ հեգնանքով խոսում է Դոնալդ Տրամփի մասին։ Ես կարծում եմ, որ ինքը իրանց տանը հոր նկարը հանած կլեր, Տրամփին կպցրած կլեր գլխավերևին։ Չեմ պատկերացնում, որ ինքը անգամ տատու արածելներ, էլի, ինքը պետք է ինձ վերև դներ, որ անդադ դեպի վերև նայեր Տրամփի նկարին։ Բայց որ այդքանից հետո Ֆիցոն հեգնում է, չի էլ քննադատում կրակվածը, հեգնում է։ Այնպես որ ժողովուրդ ջան, երբ որ մի բան ասում ենք, պատկերացեք, արդեն Ֆիցոին է հասել մեր ասածը։ Ես ենթադրում եմ, որ ինքն էլ է բաժանորդագրվել Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կաց Իրանը վերջին 1 տարվա ընթացքում կրել է շատ լուրջ հարվածներ, որոնք երկիրը հետ են մղել ռազմական եւ ռազմավարական առումով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համակարգում են ջանքերը նպատակներին հասնելու համար։ Կացը հավելել է, որ որոշակի զարգացումների դեպքում Իսրայելը կարող է շուտով վերադառնալ գործողությունների իր նպատակին հասնելու համար։ Բայց մեկը նորից պետք է ուշադրություն դարձնենք, մի անգամ եւս կարճ հիշեցնեմ։ 6-օրյա պատերազմում նախահարձակը եղավ Իսրայելը։ Կոալիցիոն ուժերը հավաքվեցին իր դեմ պայքարելու խորհրդային միության բարձր հովանու ներքո, եւ Իսրայելը 6 օրում ջախջախից հաղթանակ տարավ, եւ այդ ժամանակ հենց Սինայի թերակղզին վերցրեց իր վերահսկողության տակ Եգիպտոսից, Հոլանի բարձունքները Սիրիայից, Հորդանան գետի արևմտյան ափ, արևելյան Երուսաղեմ, սեկտոր Գազա եւ այլ եւ այլ։ Այսինքն այդ հասկացանք իրանք հաջողություն ունեցան նախահարձակ լնելով։ Յոմ Կիպուրի պատերազմը եկել ենք այդ մասին խոսել, իրանց վրա հարձակվեցին, մարդիկ հասկանում են ինչի տուժեցին, որովհետև իրանց վրա հարձակվեցին, իրանք հանկարծակի եկան։ Այս պատերազմն ասում են Նեթանյահու դու նախաձեռնեցիր։ Ինչու ենք մենք կորուստ ունենում։ Ինչու են մեր տներին հարվածում։ Ինչու ենք մենք զոհեր ունենում, որովհետև բդու էիր որոշե։
Եթե դու հանկարծակի գայր, մենք կհասկանայինք, եթե հանկարծակի Իրանը քեզ խփեր, մենք կհասկանայինք, բայց մենք ինչու ենք հիմա ավերածություններ տեսնում, ուրեմն ճիշտ չեք հաշվել, ուներ Իրանը այդ բալիստիկ հրթիռները, թե չուներ, կկարողանար այդ բալիստիկ հրթիռներով հարված հասցնել, թե ոչ։ Այն երկրները, որտեղ Ամերիկայի բազաներն էին, որ պիտի կարողանային կանխեին այդ հրթիռները, կարողացան կանխեն, թե մեկը ելներ իրանց թասիբը պահեր, հարված էին հասցնում այդ բազաներին։ Այսինքն սա չի ներվելու Նեթանյահուին, որտեղ ես բերեցի տարբերությունը 6-օրյա պատերազմի, Յոմ Կիպուրի պատերազմի եւ այս պատերազմի միջեւ։ Էական տարբերություն կա, չեն ներելու Նեթանյահուին։ Սպիտակ տունը հայտարարել է, որ ակտիվորեն համագործակցում է կոնգրեսի հետ Իրանի պատերազմի հարցում։ Նախագահ Տրամպը բաց է եղել կոնգրեսի հետ դեռևս զայրույթ գործողությունից առաջ եւ վարչակազմի պաշտոնյաները ավելի քան 30 ճեպազրույց են անցկացրել երկու կուսակցությունների անդամների համար, նրանց տեղեկացված պահելու ռազմական զարգացումների մասին։ Նախագահը միշտ կողմ է դիվանագիտությանը, իսկ Իրանը ցանկանում է համաձայնագիր, հավելել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։ Կոնգրեսի անդամները, որոնք ձգտում են քաղաքական միավորներ վաստակել, զավթելով գլխավոր հրամանատարի լիազորությունները, միայն խաթարում են ԱՄՆ զինված ուժերի հեղինակությունը արտերկրում, ինչը ոչ մի ընտրված պաշտոնյա չպետք է անի, նշել է Քելլին։ Առնվազն տարօրինակ է, որովհետև կոնգրեսը չի կարողանում անգամ իր լիազորությունների շրջանակում զսպել Դոնալդ Տրամպին։ Ինչ զավթելու մասին է խոսքը։ Այսինքն կոնգրեսը դուրս է եկել իր լիազորություններից։ Կոնգրեսը արդեն որ երրորդ անգամ է փորձում է սահմանափակել Դոնալդ Տրամպի լիազորությունները, բայց անընդհատ հանրապետականները աջակցում են Տրամպին։ Այսինքն թույլ չեն տալիս, որ այդ ընդունվի, թե սենատում, թե ներկայացուցիչների պալատում այդ հարցը չի լուծում, բայց հաստատ իրանք չեն կարող բռնազավթել նախագահի լիազորությունները, որտեղ դրա համար քվեարկությամբ իրանք չեն կարողանում ապացուցել, որ նախագահն ինքն է իր լիազորությունները չարաշահում։ Մանավանդ պատերազմը 2 ամսվա պարագայում արդեն նա պետք է կոնգրեսի հետ համաձայնացներ։ Մոռացանք ժողովուրդ ջան, փետրվարի 28-ից չեն կարողանում հաշվենք, որ այդ 2 ամիսը արդեն անցել է։ Ստիպված ինքը դադարեցնում է, որ ասի 2 ամիս ժամկետով մի հաշվեք, կամ պատերազմ չկա, պայմանագիր ենք ընկնում, խաղաղության ենք գնում, եւ պետք է նկատի ունենալ, որ այո, երբ որ հանրապետականները նույնիսկ Դոնալդ Տրամպի սխալ ինտեր են կանգնում եւ ասում են պետք է պաշտպանենք Դոնալդ Տրամպին, դրա արդյունքը տեսնելու են նոյեմբերի 3-ի ընտրությունների ժամանակ, երբ որ դե գիտեք 2 տարով է ընտրվում ներկայացուցիչների պալատը, ստորին պալատը, 2 տարին դեք նոյեմբերի 3-ին լրանում, իսկ սենատը ընտրվում է 6 տարին 1, նշանակում է ամեն 2 տարին 1/3-ով ռոտացիա է լինում։ Այսինքն բավականին մի քանի հոգու փոփոխություն եւ հանրապետականները մեծամասնություն չեն ունենա։ Իսկ քանի որ սա Դոնալդ Տրամպի վերջին պաշտոնավարումն է, նշանակում է ինքը իշխանությունը իրականում կկորցնի արդեն այս տարվա նոյեմբերին։ Դրա համար հիմա կոնգրեսականները, դրա համար եւ կոնգրեսմենները եւ սենատորները պետք է հստակ մտածեն, գնում են Տրամպի հետ ընտրությունների, որը կարող է իրենց համար ջախջախիչ լինել, պարտություն կրեն, թե գնում են Տրամպից տարանջատվելով, այդ դեպքում պետք է ասեն, բայց երարածն ինչ էր, բանդե նստած ինչ էի կանում։ Համենայն դեպս իրանք շատ լուրջ ռիսկի են դիմելու, Տրամպի հետ են գնում ընտրության, թե առանց Տրամպի։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի Իրանը միջուկային եւ հրթիռային տեխնոլոգիաները համարում է իր ազգային հարստությունը եւ թույլ չի տա դրսի պոտենցիալները այդ ոլորտներում։ 90 միլիոն արի եւ ազնվական իրանցի հայրենակիցները, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, իրենց բոլոր անհատական, հոգեվոր, մարդկային, գիտական, արդյունաբերական ռեսուրսները եւ բազային ու առաջադեմ տեխնոլոգիաները, նանո եւ բիոտեխնոլոգիաներից մինչեւ միջուկային ու հրթիռային համարում են իրենց ազգային հարստությունը եւ կպահպանեն դրան այնպես, ինչպես ծովային, ցամաքային եւ օդային սահմանները, հայտարարել է Խամենեին։ Այն որ Խամենեին հիվանդ է, գիտենք, այն որ ինքը չի կարողանում պաշտոնավարի հետ գիտենք, այն որ գիտենք վաղուց արդեն իշխանությունը Իրանում ապակենտրոնացված է, հետ գիտենք, իսկ ինչի մենք գիտենք, իսկ Ամերիկան չգիտեր, ինչի չգիտեր, որ բաժանված տարբեր տարածքային միավորների այդ տարածքային միավորները ինքնուրույն կարողանում էին որոշում կայացնել։ Հիմա ուզում են նկարագրեն, թե իբր թե ռազմական խունտան իշխանությունը վերցրել է, ժողովուրդ, եթե գլուխ չեք անում այդ գործերից, հիմա ամեն անգամ մի բան մի հորինեք, հա փաստը նա է, որ եթե իրանք չափակենտրոնացնեին եւ կենտրոնին հարված հասցնելու դեպքում իշխանությունը կկորցնեին։ Հիմա այդ նոր որակը ուսումնասիրեք, որ իմանաք ում դեպ եք պայքարում, ինչի համար եք պայքարում եւ ինչպես եք հաջողություն ունենալու, այս մոլորակն էլ մի քիչ խաղաղվի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի
ԱՄՆ հակառակ Պենտագոնի գնահատականների Իրանին հասցված հարվածների ծախսել է մոտ $100 միլիարդ, իսկ ամերիկյան ժողովրդի համար անուղղակի ծախսերն էլ ավելի մեծ են եղել։ Պենտագոնը ստում է Նեթանյահուի Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն Ամերիկայի վրա արժեցել է $100 միլիարդ, ինչը 4 անգամ գերազանցում է հայտարարված գումարը։ ԱՄՆ հարկատուների համար անուղղակի ծախսերը շատ ավելի բարձր են։ Յուրաքանչյուր ամերիկյան ընտանիքի ամսական հաշիվը կազմում է $500 եւ արագորեն աճում է։ Իհարկե շատ հեշտ է թվարկել ուրիշի ծախսերը, բայց նույն ձևել Ամերիկան էլ հաշվում է Իրանի ծախսերը, որտեղ Իրանը ամեն օր լուրջ ծանր կորուստներ է կրում։ Բայց ուղղակի մի խնդիր կա։ Իրանը տոտալիտար պետություն է, Իրանի պարագայում իրանք կարողանում են ինչքան էլ վիճակը վատ լինի, կարողանում են կառավարել հրով-սրով կարողանում են պահել, էլի։ Առավել եւս, որ հիմա ներսում չեն ոտի կանգնում մի պարզ պատճառով, որ իրանց դավաճան չհամարեն։ Նույնիսկ եթե իշխանությանը դեմ են, դուրս չեն գալի, որովհետև դրսից ցույց տվեցին, որ սա մեր կռիվն է, մենք ձեզ ոտի կկանգնենք, մենք ձեզ դրսից կօգնենք, մենք ամեն ինչ կանենք, իշխանությունը տապալենք։ Դա մեր ծրագրի մեջ է մտնում։ Դրանով անգամ իրանց համակիրներին զրկեցին հնարավորություններից պայքարելու։ Եվ այն թվերը, որ ասում է Իրանի կողմը, համարենք ճիշտ է ասում, բայց Իրանի կորուստները դրանից պակաս չի։ Բացի նայած էլ Իրանի եւ Ամերիկայի քաշային կատեգորիաները տարբեր են։ Այնպես որ գնալով անընդհատ կարող է Իրանի վիճակը վատանա, բայց Ամերիկան չկարողանա առաջ գնա կամ լուծումը գտնի, դրանից մենք ոչինչ չենք շահում ժողովրդյան։ Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության ասված է, եթե ամերիկյան կողմը պնդի իր որոշումը նոր սահմանափակումներ մտցնի հեռահաղորդակցության ոլորտում, Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ չինական ձեռնարկությունների օրինական իրավունքներն ու շահերը հաստատականորեն պաշտպանելու համար։ Առևտրի նախարարությունը կոչ է արել Վաշինգտոնին անհապաղ հրաժարվել սխալ գործելակերպից, հարգել շուկայական կանոնները եւ չեղարկել համապատասխան որոշումները։ Նախարարությունում նշել են, որ ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովը հրաժարվել է տեխնոլոգիական չեզոքության սկզբունքից եւ չարաշահում է ազգային անվտանգության հայեցակարգը։ Խնդիրը այնպես չի, որ սա առաջի դեպքն է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների հետ հակասություն կա, այսքան սրված չէ լինի, մենք կասենք, հա դե լավ, ինչ է եղել, եթե չլիներ լուրջ որոշումներ կայացնելու պահը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հանդիպել էր Չինաստանի նախագահին մարտի վերջին ապրիլի սկզբին, բայց հետո դա չեղարկեց Իրանի հետ կապված հարցերով, պայմանավորված, բայց հիմա էլ Իրանի հետ լուծումը գտնված չի, իսկ ինքը պայմանավորվել էր, պլանավորել էր, որ մայիսին հանդիպելու է, ինչ դասագրքերով է գնում Սի Ցզինպինի հետ հանդիպելու, ինչքան ուզում է հրապարակային ասի, որ շատ ենք իրար սիրում, շատ ենք Ես մի անգամ չլսեցի, որ Սի Ցզինպինն ասի, որ այդ սերը փոխադարձ է, էլի, չգիտեմ, Դոնալդ Տրամփի մոտ ինչի չի ստացվում, էլի, ինչի է այդ մարդը այդքան մերժված։ Մարդ տեսել եք, որ ինչի սիրում։ Չկա այդպես բան։ Բավական է այդ մարդը իրան նկատմամբ մի հատ բան ասի, նա ամենավերջի մարդն է, նա տապալված է, նա ձախողված է, նա կործանված է։ Այդ գիտենք, բայց հիմա Չինաստանին ինչ ես ասելու։ Թայվանի հարցում ինչ ես անելու։ Հարցը պետք է որոշում կայացնես, Չինաստանը սպասում է պատասխանի։ Չինաստանը հասկանում է, եթե Իրանում չես կարողանում հարցը լուծես, Չինաստան, Իրան եւ Ռուսաստան միասին են գործելու։ Կոտրի վերջապես Ռուսաստանի դիմադրությունը, որ Չինաստանը զգուշավոր հետ քաշվի, որ Իրանը արդեն ձեռքերը բարձրացնի։ Սա ենք ասում, դե հիմա ինքը պետք է որոշի ինչ անում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ ԱՄՆ կհիշի, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները օգնության չհասան Իրանի դեմ ռազմական գործողության ժամանակ։ Նրանք չկային, երբ մենք նրանց կարիքն ունեինք։ Մենք պետք է հիշենք դա։ Ենթադրենք Դոնալդ Տրամփը հիշեց։ Դոնալդ Տրամփին տուն են ուղարկելու եւ մյուսները մեղադրելու են Տրամփին այս չարթարացված պատերազմի համար։ Համենայն դեպս Ամերիկան Եվրոպային չի հիշացնելու, որ Եվրոպան չպաշտպանեց իրեն։ Ամերիկան ընդհակառակը Եվրոպայից շնորհակալ առնելու, որ չներքաշվեցին այդ պատերազմի մեջ։ Վաղվա իշխանությունը Ամերիկայի հաստատ այլ վերաբերմունք է ունենալու Եվրոպայի նկատմամբ, ու չասեմ ի հակադրություն Տրամփի քաղաքականության, այլ պարզապես ի շահ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության։ Եվ Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում
Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողություններին մասնակցած բոլոր երկրները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ անվտանգության խորհրդի նախագահային ուղղված նամակում Իրավանին մերժել է Քաթարի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի եւ Հորդանի կողմից ներկայացված անհիմն մեղադրանքները։ Ինչու եմ ես սա ձեզ ներկայացնում, որպեսզի տեսնեք, Իրանի ներկայացուցիչը նշել է, որ այդ երկրները անտեսում են իրավիճակի հիմնական պատճառները եւ փորձում են պատասխանատվությունը վերագրել Իրանին, չնայած այն հանգամանքին, որ ըստ նրա ԱՄՆ-ն եւ Իսրայելը իրականացրել են չհրահրված եւ ապօրինի հարձակումներ Իրանի ինքնիշխանության դեմ։ Ինքը երբ որ հարևաններին մեղադրում է, դե հասկանալ է, դա նավթային պետություններ են, մեղադրում է, որ դուք Ամերիկայի կողմից եք, բայց այնուամենայնիվ Իրանը պարբերաբար ասում է, որ հարևանները պետք է մտածեն, որ անվտանգությունը տարածաշրջանում ներսի ուժերով ալնելու, ոչ մի պարագայում Ամերիկային չօգնեք։ Բարեբախտաբար մենք Ամերիկային չենք օգնում, որ հարվածի տակ հայտնվենք, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ցանկացած պարագայի կարող է ասի, բայց բանը ինչի՞ չեք անում։ Տեն մեկ ինքը ինչքան նեղասկոտ է, այդպես օր հիշում եք, որ ինքը չասի, որ ինքը նեղացել է Եվրոպայից։ Նեղանում է ժողովուրդ ջան։ Տենց է իր բնավորությունը, պետք է հաշտվենք այդ մտքի հետ, տարիքը պետք է հաշվի առնենք, ինչ որ հանգամանքներ պետք է հաշվի առնենք, բայց ի նկատի ունենք, որ ցանկացած պարագայում ինքը այդ նեղասկոտ խասյաթով կարող է Հայաստանին մի բան ասի, իսկ Ամերիկային մերժելը հեշտ չի, Տրամպը չի ուզում է հեշտ չի դա, իսկ այդ պարագայում նաև պետք է մտածենք, որ խնդիր ենք մենք ունենում այդ հարցում, այնպես որ Իրանը պարբերաբար, եթե նույնիսկ արաբական երկրների նասուն խելքներ այդ գլուխներ հետ հավաքեք, այնուհետև մենք զգուշավորենք, որովհետև գիտենք, նույնիսկ եթե Իրանի հետ մենք կոնֆլիկտ ունենանք, մենք չունենք այդ կոնֆլիկտը, բարեբախտաբար չունենք, բայց եթե ունենանք, ինքը մեզ համար ավելի վտանգավոր երկիր կլինի, քան անգամ Ռուսաստանը։ Այդ հանգամանքը հաշվի առնելով, հայ, մենք իդեալական կլինի, որ Ամերիկան եւ Իրանը ունենան նորմալ հարաբերություններ, բայց դա հիմա այսօր մենք չենք, չէ՞ որոշում։ Մենք ընդհանրապես նայում ենք ինչա կատարում եւ սխալ քաղաքականություն չանենք, որի պատճառում մենք դառնանք կամ կոնֆլիկտի կողմ, կամ եթե չէ հայտնվենք հարվածի տակ։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։